թեմաներ եք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք ձեր խոսքը եւ այսպես այսօր Վեհապար Հայրապետը վերադառնում է Հայաստան։ Երեկոյան 7:30 մեր հայրենակիցները լինելու են Զվարթնոց օդանավակայանում դիմավորելու Վեհապարին ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու մեր հայրենապայքար, հայրենատեր Վեհապարի եւ մյուս սրբազանների։ Մենք երեք տեսանք, որ դատարանը երկամսյա կալանք տվեց Արշակ սրբազանին, բայց մինչ այդ, եթե կարելի է, Վեհապարը շարունակում է բարձրաձայնել հայ ժողովրդի խնդիրները, շարունակում է խոսել դժվարությունների մասին, չնայած այն կեղտոտ արշավին, որը իրականացվում է մեր մայր եկեղեցու դեմ։ Շատ կարճ ուղղակի միայն այս պահը։ Անդամները Քրիստոսի խորհրդական մարմնի արդարել մեր ժողովրդի դարավոր պատմությունը հար և նման է հրճի երկրավոր կյանքի ընթացքին և եղել չարչարանքներ, զրկանքներ ու գործություններ, ցեղասպանության գողգոթը, բայց հարության հավատքի հաղթանակն է պսակել հարատենությունը մեր ժողովրդի և մեր սուրբ եկեղեցու, ամրապնդելով մեր ընթացքը դեպի բարոր ու լուսավոր կյանք։ Այսօր նույնպես մեր հայրենիքը և հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող 5 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի, Արցախի հայաթափման և մեր հոգևոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս ակնահոսում են ազգի զավակների սրտերը։ Շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայոցների ազատ արձակման և չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, որոնք կարող են ամենքից միասնական ջանքերի և հետևողականության։ Հայրենիքում տիրող դժվարին իրավիճակում խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, որով ապօրինի քայլեր և բռնաճնշումներ սանձազերծել և բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Գիտեք, որ անազատության մեջ են գտնվում 3 սրբազաններ, ազգային մեծ բարերարը և այլ այգուներ։ Այսօր տեղեկացանք, որ ևս մեկ սրբազան Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ձերբակալված է կյանքի տանելու համար։ Սիրելիներ, մեր ժողովրդի միասնության, հավատքի և եկեղեցին համատարմության շնորհիվ իրավունք է հաղթահարի այս գործունեությունը և չեղարկացնել շարանի այս գործունեությունները։ Այսպես Վեհապար Հայրապետը նորից խոսեց արցախահայության խնդիրների մասին, խոսեց բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են։ Այս մասով ձեր խոսքը համեցեք եւ արդեն հետո անդրադառնանք նաեւ Արշակ սրբազանի կալանավորմանը։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ մեծ բոլոր դիտողներին եւ այո, շատ կարեւոր է, որ մարդիկ լսեն Վեհապար Հայրապետի այս խոսքերը, որոնք նոր հնչեցին եւ որոնք առաջին անգամ չեն, որ հնչում են։ Պետք է նաեւ ասենք, որ 2020 թվականի դավաճանական պատերազմից հետո նամանավանդ 23 թվականի արցախահայության բռնի տեղահանումից եւ ցեղասպանության ենթարկվելուց հետո Վեհապար Հայրապետը եւ հայ առաքելական եկեղեցին որպես կառույց այն եզակի հայկական կառույցներից են, որոնք աշխարհում տարբեր երկրներում, տարբեր հարթակներում բարձրացնում են արցախահայության վերադարձի իրավունքի հարցը։ Եվ իհարկե եկեղեցու վրա հարձակման գլխավոր պատճառը հենց դա է։
եկեղեցին ըմբոստանում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած խմբակին, ըմբոստանում է ոչ թե անձնական խնդիրների ձեռնելով, այլ համահայկական խնդիրների ելնելով։ Այդ խնդիրներից կարևորագույնն է իհարկե Արցախայության իրավունքների պաշտպանումը եւ ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Այն այս երկու կարևորագույն խնդիրների պատճառով է, որ Նիկոլը եւ իր խմբակի մնացած անդամները ստացել են ըստ ամենայնի հրաման կամ Թուրքիայից կամ Ադրբեջանից, որպեսզի նա վերափոխի, վերաձևի հայկական ավանդական եկեղեցին եւ իսկ ինչու ոչ ժամանակ անց ընդհանրապես այդ եկեղեցին ոչնչացնի։ Ընդհանուր առմամբ մենք պետք է հասկանանք, որ հայ առաքելական եկեղեցին սա ոչ միայն հայերին համախմբող կառույց է, լինեն այդ հայերը Հայաստանում թե Սփյուռքում, այլ նաև դա մի հսկայական կառույց է, որի ղեկավարումը պահանջում է շատ հմուտ, շատ ճիշտ օր ու գիշերվա աշխատանք, որը այս տարիների ընթացքում իրականացնում է վեհապար հայրապետը։ Այս աշխատանքը շատ դժվար է եւ այնպես չէ, որ ցանկացած այլ հոգեվորական կարող է իրականացնել աշխատանքը։ Դա այդպես չէ։ Եվ հերիք է դու փոխես գլխավոր դերակատարին, մնացածը արդեն կարող է փլուզվել եւ արդեն ոչ թե քո ձեռմամբ, այլ նոր մարդու ձեռմամբ, որովհետեւ նա ուղղակի չկարողանա ղեկավարի այդ հսկայական կառույցը։ Այսօր, ինչպես Մարիամը շատ ճիշտ նշեց, վեհապար հայրապետը վերադառնում է Հայաստան եւ ես ինչքան տեղեկացած եմ Facebook-ում տարբեր գրառումներից կա նախաձեռնություն իրեն դիմավորելու օդանավակայանում, կոչով դիմում է մեր հայրենակիցներին լինել այնտեղ, աջակցել, ցույց տալ ձեր աջակցությունը, թե օդանավակայանում, թե բոլոր սոցցանցերում։ Ինչպես մենք ձեռքի տված կարողացանք ստեղծենք լրջագույն բան իշխանությունների վրա ազդեցություն, որպեսզի ազատ արձակեն Լիդիա Մանթաշյանին։ Նույն process-ն է։ Լրիվ նույն process-ն է։ Մենք պետք է կարողանանք ստեղծել այդ ուժգին ալիքը, որը պարտադրելու է այս իշխանություններին ինչ որ պահի գնալ զիջումներին։ Ինչու սրանք չեն գնում զիջումների, ինչու է այդպես ամեն ինչ անում են, որպեսզի քանդեն մեր եկեղեցին եւ քանդեն Հայաստանը, ինձ համար անձնապես պարզ է եւ ակնհայտ է։ Կատարում են իրենց կներեք արտահայտության համար վզին դրված պլանը։ Իսկ պլանը շատ պարզ է, Հայաստանի Հանրապետությունում պետք է այլևս չլինի։ Արցախի հանձնումը Թուրքին դա այդ պլանի մեկ մասն էր, ոչ թե ամբողջ պլանը։ Եվ սա է այսօր կատարվում։ Արշակ Սրբազանի կալանավորումը ոչ այլ ինչ է կամ ծաղր մեր հայրենակիցների նկատմամբ, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ իրավապահ համակարգի նկատմամբ։ Մենք հասել ենք նրան, որ արդեն Սրբազան հայրին մեղադրում են շատ կներեք ջեբի մեջ պլանքցելու մեջ։ Ի վերջո վանոյական ժամանակներ եք հետ բերում, հա երևի։ Չի լինում այդպես։ Ես կասկած չունեմ, որ մեր ժողովրդի գիտակից մասից դա մեծ մասն է, շատ լավ հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում։ Խալխլվում է վեհապարի շուրջ ստեղծած օղակը։ Փորձում են ամեն կերպ հասնել նրան, որպեսզի վեհապարը հրաժարական տա։ Փորձում են ամեն կերպ հասնել նրան, որ եկեղեցին փլուզվի։ Եվ անում են դրա համար բոլոր հնարավոր եւ անհնարին քայլերը։ Ընդ որում շատ կարեւոր է, որ մեր հայրենակիցները հասկանան եւս մեկ բան, որ երբ որ Նիկոլը գնում է սխալ դավաճանական քայլերի, նա սովորաբար անում է այնպես, որպեսզի այդ քայլի մասնակից դառնան հնարավորինս շատ մարդիկ իրավապահ համակարգում, դատական համակարգում եւ իր կառավարությունում, որպեսզի նա միայնակ չլինի պատասխանատու։ Ընդ որում, երբ որ շատ մարդ է,
Այդ բոլոր շատ մարդիկ շատ լավ գիտակցում են, որ իրենք անում են հակաօրինական քայլեր, բայց դա անելով հասկանում են, որ իրանց ազատության մեջ մնալու միակ միջոցը դա Նիկոլի իշխանության երկարացումն է, եւ սկսում են անznուրած ծառայել իրենց Նիկոլ Փաշային։ Այդ դա պետք է դուք հասկանաք, որ ցանկացած դատավոր, ով կատարում է կամ իրականացնում է ըստ օրենքի արդարություն, իսկ իրականում իրականացնում է Նիկոլի հրահանգները, նա ոչ միայն դառնում է Նիկոլի կատարածոն, այլ նա նաև դառնում է մարդ, ով ամբողջությամբ իր ազատությամբ կախված է միմիայն Նիկոլից, որտեղ հասկանում է, հենց Նիկոլը փոխվի, ինքը պետքա պատասխան տա իր արարքների համար։ Նույնը կատարվում է դատախազությունում, նույնը կատարվում է ՀԿՑ-ում եւ ամենուրեք։ Նիկոլը մասնակից է դարձնում իր կողմից իրականացված հանցանքների մեծագույն թվով մարդկանց, եւ ինքը շատ լավ հասկանում է դա ինչի անում է, որպեսզի այդ մարդիկ պատրաստ լինեն ամեն ինչի իր իշխանության պահպանման համար եւ իր ընտանիքի բարեկեցությունը շատացնելու համար։ Տեսեք, մի կողմից Նիկոլը կատարում է դրսից թելադրված պլան, այն է եկեղեցու քանդումը, մյուս կողմից օգտագործում է ներսում այս իր քայլերը այլ բաները ծածկելու համար, օրինակի համար կոռուպցիան։ Նիկոլը ամեն անգամ ազգային ժողովում տարբեր падգամավորների ելույթներից հետո ուղղակի պարետկոմային վիճակի մեջ է ընկնում։ Անիֆի անունից մազերը բիզբիզ են կանում։ Եվ գիտեք, օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ընդդիմադիր падգամավորներին, մասնավորապես Աննա Գրիգորյանին, Քրիստինե Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Արտուր Խաչատրյանին, Թադևոս Ավետիսյանին, մարդկանց, որոնք կարողանում են հոդաբաշխ հայերեն լեզվով մեր հասարակացիներին ցույց տան, որ այս իշխանությունը զբաղված է միմիայն սոսկ անձնական գրպանները լցնելով։ Դրանով են զբաղված։ Եվ իհարկե Նիկոլը նաև եկեղեցու վրա հարձակումով փորձում է այդ կոռուպցիայի ուղղակի խայտառակ դեպքերը փակել հասարակության մեջ, այսինքն իրեն ավելի ձեռք է տալի, որ մարդկանց մեծամասնությունը խոսա եկեղեցու մասին եկեղեցու վրա հարձակման մասին, քան օրինակի համար քննարկման առարկա դարձվի Աննա Գրիգորյանի կողմից 3 եւ 3 առաջ օրը հնչեցված ելույթներից։ Նիկոլին ձեռք չի տալի, որ ժողովուրդը դրա մասին սկսի մտածել եւ խոսել։ Եվ դա հասկանալի է։ Մենք մինչև կգանք անպայման կոռուպցիային այս իշխանության։ Տեսեք, շատերի խոսքով Արշակ Սրբազանի կալանքի տանելը նաև պայմանավորված է առաջիկայում եպիսկոպոսի ժողովի հետ, որտեղ Վեհապար Հայրապետին նաև հայ հավատավոր ժողովուրդը խնդրում է, որպեսզի կարգալույց արվեն այն եպիսկոպոսները, սրբազանները, ովքեր հանդիպել են Նիկոլ Փաշինյանին, մինչև անգամ թեմերից վրընդվել եւ ասում են հենց ու մենք տեսանք առաջին օրը, որ մի շարք եպիսկոպոսներ իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնել եւ թիվը ավելանում էր, այս ամեն ինչից հունից դուրս գալով Փաշինյանը գնացել է այս քայլին, որպեսզի վախի մթնոլորտ լինի եկեղեցում։ Խնդրեմ ես։ Տեսեք, վախի մթնոլորտ իհարկե որպես խնդրու առարկա կա, բայց վերադառնալով նույն հարցին պետք է ասենք հետեւյալը. Նիկոլը նպատակ է դրել, որպեսզի Վեհապար Հայրապետը կամ հայտնվի ճաղերի հետևում, կամ հրաժարական տա։ Եվ կրկնում եմ, դա պայմանավորված չէ նրանով, որ ինքը ուզում է որևէ կամ ինչ որ դրական բան անել, ոչ։ Ինքը ուզում է հայ առաքելական եկեղեցու հիմքը քանդի, եւ դա ինքը անում է Ադրբեջանի եւ Թուրքիայի թելադրանքով։ Սա ակնհայտ է իմ համար եւ պետք է ակնհայտ լինի բոլորի համար, որովհետեւ եկեղեցին մնացել է միակ ինստիտուցիոնալ կառույցը, որ աշխարհում պահանջում է արցախցիների վերադարձի իրավունք, որ աշխարհում ներկայացնում է ցեղասպանության ճանաչման կարևորության իրավունքը։ Հասկանում եք, դա է խնդիրը։ Նիկոլին դա խանգարում է նաև Ադրբեջանին եւ Թուրքիային։ Ավելին, կասկած չունեմ, որ երկուսն է պահանջ են դրել, որ եթե ուզում ես ընտրություններին քեզ օգնենք, ապա մինչև ընտրություններ պետքա կոնկրետ մեր համար բաներ անես։ Եվ եկեղեցու վրա արշավը, եկեղեցու վրա այս նախկինում երբեք չտեսած նման հարձակումը հենց դրա պատճառն է։
ինքը փորձում է իր տերերի մոտ ձեռք բերել վստահություն ի հաշիվ հայ առաքելական եկեղեցու։ Եթե վաղը թուրքերը որոշեն, որ այլ բան պետք է անի, կանի եւս այլ բան։ Եկեք մի բան էլ, հա, փաստենք, կներեք։ Եկեք մի բան էլ մի պարզ վարժություն անենք։ Համոզված եմ, մեծ դիտողները բոլորը մտքում ունեն, ու առնվազն 10 հոգու անուն մարդկանց, որոնք սերտորեն կապված են, պատմականորեն կապված են Արցախի ազատագրման հետ, պայքարի հետ։ Հիմա այդ 10 անվան մեջ, դուք ինքներդ ձեր մեջ կարող եք գտնել գոնե մեկ մարդ, ում վրա բացված չէ քրեական գործ, ով այս բան չի հետապնդվում, ընդ որում հետապնդվում Հայաստանում եւ Ադրբեջանում։ Կարող եք գտնել մեկ հոգի մարդ, խոսքը գնում է ոչ թե պարզ զինվորականների մասին, որոնք եւս հերոսներ են եւ հերոսություն են արի 90-ականներին, խոսքը գնում է ճանաչված մարդկանց մասին, գեներալներ կրեն, քաղաքական ղեկավարներ կրեն, որոնք սերտ առողջություն ունեն Արցախի ազատագրման հետ եւ որոնց վրա չկա այսօր քրեական գործ, կամ որոնք չեն հետապնդվում։ Ես չեմ կարող, անուններ շատ գիտեմ, բայց բոլորի վրա գործեր են բացված։ Բոլորի վրա։ Միթե դրանով դուք չեք հասկանում, որ դա էլ է Նիկոլի վզին դրված, հենց Ադրբեջանից, ցուցակով տված է, որ այս բոլոր մարդիկ պետք է պատժվեն։ Բոլորը հատիկ առ հատիկ պետք է պատժվեն։ Եվ ինքը դա անում է։ Մի մասին ադրբեջանցիք դատում են Ադրբեջանում, մյուսին Նիկոլը Հայաստանում։ Նպատակը նույնն է։ Նման մարդկանց, որոնց մենք բոլորս պետքա ձեռներից զրա պահենք, մեծարենք, իրենց արձանները ամեն հայաթում կանգնացնենք, որ մեր երեխեքը մեծանալուց հասկանային ում նման պետք է լինեն։ Նման մարդկանց այսօր դատում են։ Եվ մեր ժողովրդի մի լուրջ մասել չգիտի այդ մարդկանց մասին, իրենց պատմությունները, ինչերով են անցել, ինչ են արել, ինչ հերոսություններ են արել։ Դա էլ է, իհարկե, անցած 30 տարիների մեղքը կա այդ ամեն ինչում, որ չեն կարողացել հասարակությանը ճիշտ ներկայացնել հենց հերոսներին։ Քանի մարդ այսօր Հայաստանում գիտի օրինակի համար Իվանյանի մասին, որը 90-ականներին ուղղակի կարևորագույն դերերից մեկն է կատարել Արցախում։ Քանի մարդ գիտի այսօր մեր մեջ ապրող գեներալ Խաչատուրովի մասին, որ ինքնակամ Բելարուսից թողել եկել է տեղափոխվել է Հայաստան, որպեսզի մասնակից դառնա ազատագրական պայքարին։ Քանի մարդ գիտի այդ մարդկանց պատմությունները, թե ինչեր են այդ մարդիկ արել իրենց հայրենիքի համար։ Եվ պարտադրված չեն արել։ Արել են, որտեվ հոգին է այդպես ուզել, արել են, որտեվ լավ հայ են։ Բայց ինչ եք անում դուք։ Դուք իրենց դատում եք։ Դուք դատում եք Արցախի առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատում եք երրորդ նախագահին։ Դատում եք բոլորին, ով ինչ որ առնչություն ունեն Արցախի ազատագրման հետ։ Ու դուք ուզում եք ասել, որ դա անում եք հանուն խաղաղության, հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն ապագա Հայաստանի, սուտ է։ Դուք դա անում եք հանուն ձեր գրպանի, հանուն ձեր իշխանության եւ հանուն Հայաստանի Հանրապետության չեզոքացման եւ ոչնչացման։ Դուք ոչնչացնում եք մեր ժողովրդի բոլոր հիմքերը։ Ընդ որում շատ մարդիկ շատ հաճախ չեն հասկանում, ինչպես է ստացվում, որ իրենք ապրում են տվյալ հողում, մինչև հիմքերը չեն վերացվում եւ հողը ուղղակի փլվում է իրենց տակ։ Այո, ցավոք սրտի մեր հասարակության մեջ կան նաեւ նման մարդիկ, որոնք չեն գիտակցում, որ հայ առաքելական եկեղեցին, Արցախը, մեր հերոսները, այն հենասյուներն են, որոնց շնորհիվ մենք կանգնած ենք հողի վրա։
Եվ այդ հենասյունների փլուզման դեպքում մենք այլևս այստեղ չենք լինի։ Այստեղ թուրքերենն է լինելու լեզուն։ Այստեղ թուրքերն են իշխելու։ Եվ եթե ձեզ թվում է, որ անպայման կրակելով պետք է մտնեն, այդտեղ էլ եք սխալվում։ Կրակելով չեն կարող, կրակելով էլ կարան, բայց ոչ միայն, կարան ուղակի գան, Նիկոլի հրավերով։ Նիկոլը Սաղորը խոսում է խաղաղությունից, մինչդեռ 3 Ադրբեջանի նախագահ Բաքվում մասնակցել է մի խորհրդաժողովի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խորագրով եւ կրկին սպառնալիքներ է հնչեցրել եւ մեղադրանքներ է հնչեցրել հայ ժողովրդի նկատմամբ, ասելով, որ բռնի տեղահանված ցեղասպանության ենթարկված ադրբեջանցիները պետք է հետ վերադառնան արևմտյան Ադրբեջան, իր բառերն եմ ասում։ Միթե այսքանից հետո ձեզ պարզ չէ, թե Ադրբեջանի մյուս կետը որն է։ Իրենք երբեք էլ խաղաղության պայմանագիր չեն ստորագրելու։ Երբեք։ Իրենք ստորագրեն կապիտուլյացիայի պայմանագիր, երբ որ Հայաստանի իշխանությունը պատրաստ լինի ասել, որ մենք այլևս նույնիսկ հայկական հողի տերը չենք, դուք եք տերը, եկեք վայելեք, այդ դրա տակ Ալիևը կստորագրի։ Այլ ոչ մի բան չի ստորագրի։ Մի այլ հետարքիր բաներ է մեր երկրում տեղի ունենում։ Իշխանության ներկայացուցիչները բացեի բաց հանցագործության մասին հաղորդումներ են տալի, բայց արի ուտեզոր դատախազությունը եւ ԱԱՑ-ն եւ մնացած մարմինները լուր են։ Երբ որ վարչապետը իր բերանով ասում է, հա, դա աշխատակիցը գնացել է Գյումրիում եկեղեցականի հետ խոսել է, սա հանցագործության մասին հաղորդում է։ Սա ուղղակի հանցագործության մասին հաղորդում է։ Սա իշխանության չարաշահում է։ Կամ Նիկոլի պատգամավորներից Լուլուն Լուսինե Բադալյան կոչվածը կարդում եմ. ԱԱՑ-ն վաղուց պետք է օգտագործվեր, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը։ Սա կրկին հանցագործության մասին հաղորդում է։ Իմ մոտ միշտ էս վերջի մի քանի ամիս է, որ սկսվել է արդեն ակնհայտ պայքարը եկեղեցու դեմ, միշտ մի հարց է, երբ որ ես լսում եմ ԿՊ-ական պատգամավորների, վարչապետի պաշտոնին թառած անձնավորությանը եւ մնացածին, իմ մոտ մտքումս տանը նույնիսկ բարձրաձայն եմ արտահայտում, միշտ մի հարց է, արա դուք ով եք։ Երբ որ լուլուի պեսը խոսում է վեհապար հայրապետի մասին, մենակ մի հարց կա, արա դու ով ես։ Այդ հայլու մեջ քեզ նայ, մի հատ անցածը ճանապարհը նայ։ Ինչի՞ է ձեզ թվում, որ դուք մի հատ լողանալով փոխվում եք, դառնում եք այլ մարդ։ Դուք ջրի տակ կանգնած մեկը նույն թերմացքն եք, հասկանում եք։ Նույն թարախն եք ու նույն նեռը։ Եվ որևէ բան անթրաշ թե թրաշով ձեզ չի կարող փոխել։ Ով եք դուք դառել, որ քննարկեք հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերը։ Դուք ձեր ընտանիքի հարցերը չեք կարողանում լուծել։ Ոչ մեկդ։ Սաղդ խառնված իրար մեջ ինչ որ անհասկանալի շվեդական ընտանիք եք դառել։ Ու դուք մեզ ապրել եք սովորացնում, մեզ կրթել եք ուզում, մեզ բարոյականությանն եք ուզում, հա, ինչ որ սովորացնել, նորմերի, թարգեք, միշտ հիշեք, ոնց ոչինչ եղել եք, այդպես էլ ոչինչ կմնաք, անկախ նրանից իշխանություն եք, թե ոչ, չկա հավերժ իշխանություն, չի կարող հավերժ իշխանություն լինել, ընդ որում շատ հետարքիր մի օրինակ եմ ուզում բերեմ, որ մեր սիրելի ժողովուրդը ավելի լավ հասկանա, թե իրականում ինչ է կատարվում։ Տեսեք, երբ որ դու գալիս ես իշխանության, ընդ որում ոչ Հայաստանում, աշխարհում ցանկացած երկրում, դու պետք է պատրաստ լինես նրան, որ հասարակության ինչ որ մի զանգված քեզ ընդունելու է, ինչ որ մի զանգված քեզ սիրելու է, ինչ որ մի զանգված քեզ ատելու է։ Դա նորմալ է։ Չես կարող բոլորի կողմից սիրված լինես։ Բոլորի կողմից սովորաբար սիրված են լինում մահացած մարդիկ։ Ինչպես ասված է մեր բանում, որ գնա մեռի, արի սիրեմ։ Հիմա
Ինչ արե Նիկոլը, երբ որ զավթել է իշխանությունը։ Պատկերացնենք մի պարզ ընտանիքի վրա օրինակը, որպեսզի բոլորիդ շատ հասկանալի լինի։ Պատկերացրեք, որ կա ընտանիքում հայր, որը մեր դեպքում ցավոք սրտի Նիկոլն է, եւ կան իր կինը, կան բազմազավակ ընտանիք է, լիքը երեխաներ, տատի, պապի, հիմա այդ տանը երեխեն մոտենում է հորը, այսինքն Նիկոլին, ասում է, պապ, բախի ուտելու բան չկա, ասում են մերը տա մեղավոր, չի սարքե, ասում է լավ, հետո մյուս երեխեն է մոտենում, ասում է, պապ, տանը ցուրտ է ինչ-որ, խի է տենց, ասում են, պապա, թելը մի 10 տարի առաջ են դուրը բաց է թողե, քամի է, մրցում ենք ընտանիքով, հետո տատիկն է գալի, ասում է, բալամ, գիտես, ոնց որ փողը քիչ է, չի իրիքում, Ֆրոմ ասում է, դե ուրեմն ծախսելու ձևը չգիտես, որ չի իրիքում, դու ավել փող ինչ ես անում, եղածով յոլա գնա, հետո գալիս է մյուս երեխան, ասում է, պապ, ես ինչ որ գիտես մի բան ինչի, ես մեր հարևանը ոնց որ մտել է իմ սենյակը ու դուրս չի գալի, ասում է, այդ այն պապի տա մեղավոր է, որ մի 5 տարի առաջ հիշում ես դուռը բացել էր, այդ ժամանակ մտել են եկել են քո սենյակ, շատ պատկերավոր եմ բացատրում, արդյունքում ստացվում է, որ ընտանիքի հերը մի անմեղ գառա, բայց տատով, պապով, երեխեքով սաղ մեղավոր են, այդ դա է անում Նիկոլը, ճիշտ ղեկավարը, ոչ թե ասում է ով է մեղավոր, այլ լուծում է խնդիրը, ինքս իմ վրա օրինակ բերեմ, 10 տարի ղեկավար եմ եղել, չի եղել դեպք, որ ես որևէ աշխատողի ինձանից վերադասի մոտ, ասեմ, գիտեք, ես չեմ, բան նախագահային մարդն ինքն է սխալ արել, սխալը միշտ եղել եմ ես, անձնապես, ու ասել եմ, եթե այդ սխալը այդքան կարևոր է, որ ներելի չէ, ես պատրաստ եմ դուրս գամ գործից, բայց մեղավորը ես եմ, իսկ ինչ անում Նիկոլը, ինքը ատելությունը տարածում է ժողովրդի մեջ, ինքը ժողովրդին իր դեմ է տրամադրում, ոնց որ իմ նկարագրած ընտանիքում, որտեղ տատը պապուց է զզվում, երեխեքը իրար մեջ են իրարից զզվում ու բոլորը իրար վրա կատաղած ման են գալի, որտեղ բոլորը մեղավոր են, բացի պապայից, որտեղ պապան նստած ու մեղավորներ է նշանակում, իսկ այդ ընտանիքը միանշանակ քանդվելու է, որովհետև չկա լուծում, կան մեղավորներ, մեր երկիրը այդ վիճակում է, մեր երկիրի ղեկավարում է մարդ, ով չունի լուծում, ով ունի մեղավորների մի շարան, ու անընդհատ այդ շարանը փորձում է օգտագործել, այսօր էս է մեղավոր, վաղեն է մեղավոր, այն մյուս օրը Տրամպն է մեղավոր լինելու, հետո Պուտինը, հետո Վարդանյան Արան, էլ ավելին, ինքը ավելի է գնում, դուք նաև պետք է հասկանաք, որ ամեն օր, երբ որ ձեր կնոջ հետ մտնում եք տեղաշոր, դուք մենակ չեք, ինքը ձեր հետ է, որտև ձեզ ձայնագրում են, ձեզ գաղտնալսում են, և եթե ձեզ թվում է, որ դուք պարզ քաղաքացի եք և ձեզ չեն լսում, ապա դուք չարաչար սխալվում եք, սրանք լսում են բոլորին, սրանք հետևում են բոլորին, որ հանգարց մեկը չշշկրվի, ասի արա, բայց տղա ջան, այն պապը, որ դուռը բացել էր, 10 տարի է դու ես, փագե էր այդ դուռը, եթե պապը բացել էր, կամ մաման եթե ճաշը վատ է, փումբը բաժանվեիր մի հատ նոր մամա բերեիր, որը լավ ճաշ կեպի, այդ դա է խնդիրը, անընդհատ մեղավորներ գտնելով ժողովրդին այնպես է իրար դեմ տրամադրել, ժողովուրդը չի մտածում, որ լավ ի վերջո ես խիպտի ատեմ ինպես հային, այդ ատելությունը պետք է վերացվի, մենք բոլորս հայ ենք, ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, որոնք անում են ամեն ինչ, որ մենք իրար ատենք, որ մենք իրար դեմ պայքարենք, որ մենք իրար դեմ դուրս գանք, Աստված մի առաս է, որ մենք իրար դեմ կռիվ տանք, նախկին նախագահների մասին, ամեն մեկի մասին տարբեր կարծիքներ ունեմ, բայց երեքն էլ իրենց կառավարման օրոք այդ ատելությունը վերցրել են իրենց վրա, երբեք չեն տեղաբաշխել ատելությունը ժողովրդի մեջ, վերցրել են իրենց վրա, և այդպես պետք է լինի, որտև դա այն գինն է, որը դու վճարում ես իշխանության գալուց հետո,
Այո, պետք է սովորես դրան, որ քեզ ժողովրդի ինչ որ մասը կատի։ Բայց դուք պատկերացրեք ինչքան վատ, ինչքան սխալ, ինչքան դավաճանական ղեկավար է այսօր, որ նույնիսկ այդ ատելությունը ժողովրդի մեջ բաշխելով, մեկը Հայաստանի Հանրապետության ամենաատված մարդն է։ Հələ դուք պատկերացրեք ինքը այս տեխնոլոգիաները չկիրառեր, ինչ օրը կընկներ։ Այս ամեն ինչով հանդերձ ինքը մեկը համարվում ամենաատվածը, ամենադավաճանը, ամենա ու ամենան։ Հենց հիմա ուղղակի տեղեկություն եկավ, մտավախություն կա, որ Մարսելից հողապետական այցից վերադարձող ամեն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը կոչ է անում այսօր ժամը 20:00-ին 7:30-ից, այսպես ասենք, հավաքվել Զվարթնոց օդանավականի VIP սրահի դիմաց դիմավորելու վեհապարին։ Այս մասով էլ հա նորից ձեր։ Տեսեք, ես ասել եմ, շուտվանից եմ ասել, այո, այս իշխանությունը փորձելու է հայ առաքելական եկեղեցին քանդել։ Եթե դրա համար պետք է ձերբակալել վեհապարին, ապա ձերբակալել նաև վեհապարին։ Բայց մենք իրավունք չունենք որպես ժողովուրդ կոտրվելու, մենք իրավունք չունենք որպես ժողովուրդ пассив լինելու, մենք պարտավոր ենք որպես ժողովուրդ անել ամեն մեկս մեր հնարավորության չափով։ Կարող եք այսօր գնալ օդանավակայան վեհապար հայրապետին դիմավորելու, անպայման գնացեք, անպայման, որովհետև կրկնում եմ, երբ որ երեկոյան պարկելու եք քնելու, իմացեք, որ վաղը ձեր հետևից են գալու, որտեղ ձեզ այսօր լսում են, որովհետև վաղը հրապարակելու են ձեր ու ձեր կնոջ խոսակցությունը ձեր կուխնյայում նստած, որտեղ դուք կինդ ինչ-որ բանից եք խոսում ու ասելու են, որ այս սրանք հեղափոխություն էին ուզում անել։ Մի կարծեք, որ այս բեսպրեդելը չի հասնելու ձեզ, այդ բեսպրեդելը արդեն մտել է ձեր տուն։ Եվ մենք բոլորս պետք է սատար կանգնենք մեր եկեղեցում։ Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք անզիջում պայքարի հանուն մեր ապագայի։ Այս իշխանության հետ խաղաղություն չի կարող լինել։ Այս իշխանության հետ լինելու է զիջումների անդադար ընթացք, որը ավարտվելու է նույն բանով, ինչ որ ավարտվեց Արցախի հանրապետությունում, նույնով տոմս զորով տոմս եք գտնելու ու փախնեք ստեղից։ Չէ՞ ունեն անուտեմ, գիտեք այդպես օդանավականն է բաց լինելու, հա։ Դեռ ճանապարհներն են բաց լինելու։ Այդ լավությունը կարող է անեն, էլի։ Ոչ մեկը չի անելու։ Ով Ֆրանսիան է անելու, որ կրակ տա ինքն իրենց երկրում լծված ուկրաինացիների ձեռը կամ եվրոպական ցանկացած երկիր։ Պարոն Վարդանյան, խոսեցիք կարճ, բայց հիմա մի փոքր ավելի մանրամասն Շիրակի թեմի հոգևորականած հայտարարությունը։ Սորագրել են հոգևոր դասը, հայտարարում են, որ հիմա եւ միշտ մեր կոչումն է վայել անշեղորեն կանոնական սուրբ պատարագ ենք մատուցելու եւ մեր հավատարմությունն Էջմիածի եւ նրա օրինավոր գահակալ Գարեգին Սրբազանագույն կաթողիկոսի հիշատակելու ենք նրա անունը։ Եվ ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում եւ մասնավորապես Սուրբ 7 վեր եկեղեցու պատարագ մատուցի կնշանակի առաջնորդան նիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը կրոնական ծեսի Սուրբ պատարագի իրավասու հոգևորականների կողմից անցկացումը։ Երեք երեկոյան Կարծե Փաշինյանը սանյութ տարածեց, որ ինքը վաղը լինելու է 7 վերքում, մասնակցելու է պատարագի, ԱԱԾ-ն լծված էր Շիրակի թեմում, Շիրակում կոնկրետ եւ չեն կարողացել այդ հոգևորականներից մեկի եւ ասում են շրջիկ հոգևորականներն հետեր տանել։ Խնդրեմ։ Դե տեսեք, շրջիկ կերկեսը արդեն Հայաստանում դարել է դառը իրականություն, Նիկոլի շրջիկ կերկեսով մի եկեղեցից մյուսն է գնում, ցավոք սրտի այդ շրջիկ կերկեսում մեկ ու մեջ միանում են նաև անունով հոգևորականներ, բայց մարդիկ, որոնք պետք է միանշանակ արգալուծարվեն, ինչ խոսք, միանշանակ ողջունում եմ Շիրակի թեմի այս հայտարարությունը, ողջունում եմ, որ մարդիկ անկոտրուն են փաստորեն, պատրաստ են ոչ թե իրենց համար պայքարել, այլ կրոնի համար, ընդ որում պետք է հասկանալ հետևյալը,
Երբ որ հիշատակվում է Վեհափար Հայրապետի անունը պատարակների ժամանակ, դա Վեհափար Հայրապետի քմահաճույքը չէ։ Այդպես է պատարակի ձևը։ Այդպես է ձևը։ Եվ մարդիկ պետք է հասկանան, որ Նիկոլը ոչ թե Վեհափար Հայրապետի անունն է ուզում մեջից հանել, ոչ ինքը ձևն է ուզում փոխել։ Ինքը ուզում է Վեհափար Հայրապետի անունը չտան, բայց իրան ծափ տան եկեղեցու ներսում։ Սա աղանդ է, ոչ թե հոգևոր ինչ-որ միջոցառում։ Նիկոլը աղանդ է ստեղծում, աղանդի անունն էլ Նիկոլա։ Ու մենք բոլորս պարտավոր ենք դրա դեմը բոլոր հնարավոր ձևերով կանգնեցնել։ Բոլոր հնարավոր ձևերով։ Կրկնում եմ, Նիկոլի պատգամավորները, նախարարները ամեն օր, օրը 10 անգամ հանցագործության մասին հաղորդում են տալի իրանց ելույթների ժամանակ, իրանց ստատուսներ գրելու ժամանակ։ Բայց արի ու տես, որ ԱԱՑ-ն զբաղված այլ բաներով։ Եթե ԱԱՑ-ն ժամանակին, երբ որ Նիկոլը կանգնում դատարանները արգելափակելու կոչ էր անում, ԱԱՑ-ն ու դատախազությունը իրանց գործով զբաղվեին ու ձեռփակալ էին սրան, Ղարաբաղն էլ կլիներ, ամեն ինչ էլ տեղը կլիներ։ Մինչդեռ ԱԱՑ-ականները ու դատախազության աշխատակիցները Աստված գիտի ինչով էին զբաղված։ Ամեն մեկը երևի իր կարողությունները դիզելով, Նիկոլին ծառայելով։ Սիրելի ժողով, կռիվը կա այնքան ժամանակ, քանի մենք պայքարում ենք։ Հաղթանակը լինելու է այն ժամանակ, երբ որ մենք չօգնենք պայքարից։ Եվ այդ պայքարում միանշանակ հաղթելու հայ ժողովուրդը։ Միանշանակ ես չեմ հաղթելու։ Անձնապես ինչ-որ մեկը չի հաղթելու, հաղթելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ մեր ոչ հայությունը։ Սա կռիվ է հայ մնալու համար եւ այս հաղթանակում պետք է բոլորս մեր հնարավորության չափով մասնակից լինենք, բոլորս, որովհետեւ հետո բոլորս միասին տոնենք հաղթանակը եւ անցնենք այդքան կարեւոր խնդիրների լուծման, ինչպես այս երկրում այսօր կա։ Դուք հասկանում եք, որ այս վարչապետ կոչեցյալը կանգնում ազգային ժողովից ասում է 10,000 դրամով թոշակառույթ, թոշակը բարձրացնեմ, ինքը չի իմանա ինչ անի այդ փողով։ Դուք հասկանում եք, սա ինչ ծաղր է։ Ասեմ ձեզ ավելին, ինքը նաև նախապատրաստում է դրան, որ թոշակառուների տարիքը բարձրացնելու է։ Եվ թոշակները տալու են ոչ թե չգիտեմ 63-ից կամ 65 տարեկանից, այլ 75-ից։ Ինչի որտեղ փող չունի ձեր համար։ Որտեղ իր սաղ փողը բյուջեի ծախսում է մեզ մեր հանդեպ իրականացվող տերորիստական գործողությունների վրա, իր իրավապահ համակարգի վրա։ Միլիարդավոր դոլարներով աշխատավարձներ է բաժանում իրավապահ համակարգին, որպեսզի այդ իր համակարգը ոչ թե ծառայ Հայաստանի Հանրապետությանը, այլ Նիկոլ Փաշինյանին։ Բայց փող չունի ձեզ թոշակ տալու։ Դրա համար երկու ձև կա, կամ դի սաղից սպանի, որ թոշակ չտա, որը իր դեպքում կրկին սպասելի է, կամ թոշակի տարիքը բարձրացնի։ Երեք տարածվեց համացանցում նախագահ Քոչարյանը հանդիպել էր իր համակիրների հետ եւ կարճ հոլովակ տեսա, երբ որ նախագահ Քոչարյանը խոսում էր թոշակների բարձրացման մասին։ Շատ ճիշտ գնահատական տվեց։ Եվ փաստեց, որ իրականում այս իշխանությունը թոշակի բարձրացում ընդհանրապես չի արել։ Իրանք նույնիսկ ինդեքսացիան ամբողջությամբ չեն արել։ Երբ որ գները բարձրացել են այս տարիների ընթացքում 26-27%-ով, իսկ թոշակը ինդեքսավորվել է մոտ 22%-ով։ Այսինքն նշանակում է, որ թոշակը բարձրացել է 0 դրամով, 0։ Իսկ ինչ որ մեկը կարող եք վիճել նրա հետ, որ օրինակի համար նախագահ Քոչարյանի ղեկավարման տարիներին թոշակը 10 անգամ է բարձրացել։ Չեք կարող, որտեվ այդպես է։ Եթե դուք ինչ որ բան չեք հիշում, խոսացեք ձեր ծնողների հետ, տատիկ պապիկների հետ, թող իրենք հիշեցնեն։ Թող իրենք հիշեցնեն, որ Հայաստանում եղել է ղեկավար, որը կարողացել է անել զգալի բարեփոխումներ, ընդ որում առանց որևէ վնաս տալու մեր
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, մեր անվտանգությանը, Արցախի անկախությանը, Արցախի մասին խոսեցինք, այս շաբաթվա մեջ հրապարակվեց բանակցային process-ի թղթերը։ Մի կողմ դնեմ, որ հեսա դրա մասին եք խոսանք, թե Քիվեստի վերաբերյալ չկա այնտեղ որևէ բան, բայց տարբեր բաներ եղան, քննարկումներ եղան, թե ինչու Նիկոլը հրապարակեց։ Տարբեր կարծիքներ հնչեցին, իմ կարծիքը շատ ավելի պարզ է։ Նիկոլը հրապարակեց այդ փաստաթղթերը, որտեղ վախ ուներ, որ այդ նույն բանը կանի Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս տարբեր պաշտոնյաների մակարդակով ասել եւ ասում է, որ երբևէ չի բանակցվե Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի մաս ճանաչելու հանգամանքը, երբեք նման բան չի եղել։ Հակառակը բանակցվել է 5+2 շրջանը եւ Արցախում ինքնորոշման հետ կապված հանրակրվեի անցկացումը։ Դրա համար Նիկոլը հենց այդ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լուծարվեց, առաջ ընկավ հրապարակեց, որպեսզի կարողանա ժողովրդին ասել, էլի իր սիրուն ձևն է, չէ, մանիպուլյացիա, այ տեսեք, էսի սենց, ու կրոտիտների շարան։ Ուղղակի առաջ ընկավ, որտեղ եթե դա առաջինը ռուսական կողմը բանաներ, բացահայտեր, Նիկոլը շատ ասելիք չէր ունենում։ Իսենց կրկին հոգեբանական հարցակում է, էլի ինքը բան է անում, հրապարակում է ու փորձում է տակից դուրս գալ։ Հիմա վերաբերվում է Քիվեստին։ Հրապարակված չի Քիվեստը, որը իմ գնահատմամբ դիվանագիտական փայլուն հաղթանակ էր, փայլուն։ Ցավոք Ադրբեջանի այն ժամանակվա նախագահը հրաժարվեց այն ստորագրել։ Այդ փաստաթուղթը չկա, դրա փոխարեն դրված է առաջին նախագահի գրասենյակի կողմից 2003 որ թվականին հայկական ժամանակին ուղարկված անանուն նամակ, որը ասում է, որ մեղրին տալիս էին։ Լավ, նման ապուշ շատ քիչ կա աշխարհի երեսին, որ կարող է հավատալ, որ Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահը կարող էր բանակցել մեղրին տալու հարցը։ Մարդ, ով ղեկավարել է Արցախի ազատագրման ողջ process-ը, ում ղեկավարման օրոք վերցվել են նաև 5 շրջաններ ավել, որ հետո բանակցելու տեղ ունենանք, մեկ էլ նստել է ասել է դե լավ, դա արի էսի տանք։ Այդ մարդը վերցնող է, տվող չի իր էությամբ, այդ մարդը վերցնող է։ Ու ինքը ապացուցել է դա Արցախի ազատագրման ընթացքում։ Երևանից խանգարողներ չնեին այդ ժամանակ, շատ ավելին կվերցնեին։ Այդ թղթերը փոխանցողները հայկական ժամանակին, եթե 90-ականներին չխանգարեին, շատ ավելի բարենպաստ դիրքերում կլինեինք։ Ու դու չօգտվեն նրանից, որ նույն նախագահ Քոչյանը չի բացում բոլոր փակագծերը հենց ազատագրական պայքարի մասով, ով ինչ դերակատարություն է ունեցել։ Մի օր կարող է դրան է ինքը հասնի։ Եվ իրենից չի, որ ես գիտեմ այդ ամեն ինչը։ Տարբեր տեղերից եմ հավաքագրել տեղեկությունները, տարբեր մարդկանց հետ եմ շփվել։ Եվ դրանից հետո կանոնել ասել Քոչյանը մեղրին է տալի առնվազն սրպապղծությունը։ Թուրքի վարքագիծ է, թուրքի։ Մեկ թուրքը կարատեց բան ասի։ Մի մարդու մասին, ով ուղնուցուցով ազատագրող է։ Ուղնուցուցով պայքարող է, միջև վերջ պայքարող է։ Դե հրապարակեք, Քիվեստ հրապարակեք, այդա բանակցված փաստաթուղթ է եղել։ Բա 2019-ից Ռուսաստանի կողմից փոխանցվածին պոզուպոչ եք կպցնում, ասում եք նախագահի անդե գրած, բայց ես վարչապետ եմ, ես նախագահ չեմ, նո տխմարո գիշես դորը։ Մի բար սխալ են գրել, նա քարտուղարուի մի բար սխալ է գրել, կամ զանգե Ռուսաստան ասեին ախպեր, ես նախագահ չեմ, ես վարչապետ եմ, կփոխեին վարչապետ կսարքեին։ Բայց դու չես բանակցել, որովհետև դրա համար չես եկել իշխանության։ Դու բերվել ես նրա համար, որ Արցախը հանձնես, ոչ թե պահես։ Եվ երբ որ անընդհատ ազգային ժողովում լինի, տարբեր հարցազրույցների ժամանակ լինի, անընդհատ լսում եմ, թե իր այս լուլուները, թե ինքը, թե մնացածը, բլյուծեիք հարցը։ Հարցը լուծված էր։
Եվ այդ հայց հարցը լուծված կարար մնար դարերով։ Հարցը լուծված էր, որտեղ Արցախում բնակվում էին 150,000 հայ, ունեին իրենց նախագահին, ունեին իրենց կառավարման համակարգը, համագործակցում էին Հայաստանի հետ, համագործակցում էին տարբեր այլ երկրների հետ, հարցը լուծված էր։ Մեզ մնում էր պահել ստատուս քվոն, ինչը եւ անում էր Հայաստանի իշխանությունը։ Եվ անպայման չի հարցի լուծումը, լուծում դառնա, որտեղ հարցը լուծված էր մեծ հաշվով։ Մեր համար այն լուծված էր, մեր համար այն փակ էր։ Մենք ունեինք կարմիր գծեր, որոնցից այս կողմ որևէ դեպքում չէին գնում։ Եվ շուրջ 20 տարի բանակցություններում Հայաստանը միշտ եղել է կոնստրուկտիվ կողմը։ Ադրբեջանը միշտ դեստրուկտիվ էր։ Միշտ։ Սրանք զավթեցին իշխանությունը Հայաստանը միանգամից ագրեսոր դարձրին, հա։ Քիչ է դար ագրեսոր եք դարձրել, հələ Արցախն էլ Ադրբեջանի մաս ճանաչելով մի ոչ ժողովուրդ ագրեսոր ու տերորիստ դարձրեցիք։ Ձեր պատճառով են այսօր Բաքվում մարդիկ դատվում։ Քիչ է Բաքվում են դատվում, մի հատ ստեղ դուք եք դատում են բոլոր մարդկանց, որոնք այդ ազատագրման մեջ լուրջ դերակատարություն են ունեցել։ Ես կասկած չունեմ, որ այս ամեն ինչին ավարտ է գալու։ Ասեմ ձեզ ավելին, ավարտը գալուց հետո պետք է լինելու անպայման բոլորը օրենքի շրջանակներում պատիժ կրեն։ Մեր երկիրը դավաճանելու համար, հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու համար, անօրինական ձևով մարդկանց գաղտնալսելու համար, մարդկանց վրա տարբեր տեսակի ճնշումներ գործադրելու համար։ Այդ ամեն ինչը անպատիժ չի մնալու։ Եվ այն ոհմակը, որին Նիկոլեսը ասենց անընդհատ փորձում է իր մոտ, այդ ոհմակը քանդվելու է։ Ես կասկած չունեմ, որ Նիկոլի վրա ցուցմունք տալու հերթ է կանգնելու։ Հերթ հենց իր թիմակիցներից։ Հարյուրներով կանգնելու են վրեն ցուցմունք գրի։ Կասկած չունեմ նման հերթեր լինելու են դատախազությունում, ԱԱՑ-ում։ Որտեվ կասկած չունեմ, որ ԱԱՑ-ի քնիչը գրելու է վերջը։ Շեֆը սկանչեց, ասեց, սրան գաղտնի բան արեք, լսեք, դատարանի որոշում բան պետք չի, գաղտնի լսեք, բան հենց ելնի, ինձ կգաս կասես։ Գնա այս եկեղեցականի հետ հանդիպի, գնա սրան պարտադրի, գնա այս կամպրամատը սրան դեմ տուր, դա ամեն ինչը բացահայտվելու է։ Իսկ կասկած չունեմ, որ ժողովուրդը դեռևս շոկ ունի ապրելու, երբ որ այդ բոլոր բացահայտումները կլինեն։ Բայց այդ շոկի հետ մեկտեղ մենք պետք է առաջ գնանք։ Որպես երկիր պետք է զարգանանք։ Կարողանանք այս դժվար տարածաշրջանում մեր ուրույն դերը պահենք։ Կարողանանք մեր ստրատեգիկ պարտներների ճիշտ հարաբերություններ վերաձևակերպենք նորից։ Կարողանանք թե Ռուսաստանի, թե Իրանի հետ շատ լավ, շատ ավելի բարձր մակարդակի հարաբերություններ պահենք։ Կարողանանք շփվել թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Եվրոպական միության հետ։ Բայց դա անելու համար պետք է սրանցից ձերբազատվենք։ Պետք է իշխանությունը փոխվի։ Պետք է գան մարդիկ, որոնք իրական խաղաղություն կարող են բերել, այլ ոչ թե թվացial խաղաղություն, որովհետև կրկնում եմ, սրանց բերած խաղաղությունը շատ արյունոտ է։ Իրանց բերած խաղաղությունից փտացի հոտ է գալի։ Իրանց բերած խաղաղությունը ջերմուկում է, որտեղ հիմա ադրբեջանցիներն են նստած։ Իրանց բերած խաղաղությունը Արցախում է, որտեղ հայ չի մնացել։ Այդ է իրանց խաղաղությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ հասցնենք նույն ձևի խաղաղություն Հայաստանում հաստատվի։ Այսքանը Մարիամ ջան։